Ինչպես ականատես եղավ մեր լրատվականը, Սաթխակյուղում պեղումներ են իրականացվում Վրաստանի ազգային թանգարանի և Գերմանիայի լեռնահանքային թանգարանի համատեղ արշավախմբի մասնագետները։ Հնագետներն ուսումնասիրում են Հարավային Կովկասի բարձր լեռնային կոդու հնագույն բնակավայրերը, նպատակ ունենալով բացահայտել մ.թ.ա. 4-րդ հազարամյակում այստեղ բնակված մարդկանց կենսակերպը, շարունակությունն ու անասնապահության զարգացման առանձնահատկությունները։ Պեղումները կշարունակվեն մինչև օգոստոսի սկիզբ։ Մոգեսալմենից անտիդի մոտլովաստուն ռոբիսատույս, չեն վար Թակարտոս Երոնուլի մուզեումից, սադա Գերմանიის համթո մուզեումից երթոբլվի էքսպերտ։ Բարև ձեզ, շատ մեծ շնորհակալություն հյուրընկալության համար։ Մենք Վրաստանի ազգային թանգարանի և Գերմանիայի լեռնահանքային թանգարանի համատեղ արշավախումբն ենք, որ ուսումնասիրում է լեռնային շրջանների թիալեթի մշակույթի բնակավայրերը։ Այս դեպքում մեր ընտրությունը կանգ առավ Սաթխայի վրա։ Դեռևս 1990-ական թվականներին այստեղ անցկացվել են հնագիտական պեղումներ Վալերի Կոձաձեի ղեկավարությամբ։ Այժմ մեր հետաքրքրությունն ուղղված է Հարավային Կովկասի բարձր լեռնային կոդում ապրած այս հասարակությունների շարունակությանը, նրանց կենսակերպի և հատկապես անասնապահության զարգացման խնդիրների ուսումնասիրությանը։ Այստեղ մենք սկսել ենք պեղումները և նախատեսում ենք ավարտել դրանք օգոստոսի սկզբին։ Այս կառույցները թվագրվում են մ.թ.ա. 4-րդ հազարամյակով։ Դա ամենաթ ակուկասրոլի սուրատի կոկնեբայ միսա თუ როგორი ტიპის სახლებში და რანაირად ცხოვრობდნენ აქ საზოგადოების ის ნაწილი, რომელიც პრაქტიკულად მესაქონლეობას მისდევდა.